Հայերենում մնջախաղ, հունարեն պանտոմիմուս։ Իհարկե մնջախաղ թարգմանությունը շատ գեղեցիկ, շատ պոետիկ է, բայց կարծում եմ, որ պանտոմիմուսը շատ ավելի ընդգրկուն հասկացություն է, քանի որ թարգմանվում է պանտո ամեն ինչ եւ միմուս նմանակել երկու այս բառերի թարգմանությունն է։ Այսինքն այն ինչ մեզ շրջապատում է, մենք կարող ենք վերարտադրել մարմնով, դեմքով, շարժումով, խաղով։ Զարմանալի բան է, բայց չի կարելի կոնկրետ նշել տեխնիկային արվեստի ծննդավայրը։ Այդ արվեստը միանգամից, այսպես ասած, ծնունդ առավ մի քանի երկրներում, Արևելքում եւ Արևմուտքում, Ճապոնիայում, Չինաստանում, Իտալիայում, Հին Հունաստանում, ամենտեղ ունենալով իր յուրահատուկ ձևերը, սկզբում առավ որպես ծիսակատարություններ, որտեղ մարդիկ դեռ հետոնոսական շրջանում փորձում էին կերպարայնացնել աստվածներին եւ այդ աստվածների հետ կոնկրետ շփվել։ Ասենք թե կա վիետնամական տեխնիկային արվեստ, ավանդական թատրոն, որտեղ խաղում են ջրի մեջ։ Ինչու ջրի մեջ, որտեղ մենք գիտենք, որ բրինձը աճում է ջրի մեջ եւ դա Վիետնամի, այսպես ասած, ազգային մշակույթն է, սննդամթերքի տեսակետից եւ պարզ է, որ այդ արարողությունները կատարվում են, որպեսզի ջուրը առատ լինի, աստվածները հոգան կարիքները եւ այդ ձևով ստեղծվեց թատրոն։ Մեզ հայերիս համար շատ պավորիչ է այն հանգամանքը, որ առաջին դարում Տրթատ թագավորը, երբ ուրեմն գտնվում էր Հռոմում Ներոն կայսրի հրավերով եւ շատ մեծ տոնախմբություն էր այդ կապակցությամբ հայոց արքան գտնվում էր Հռոմում եւ պիտի ճանապարհեր դեպի Հայաստան, ինքը հարցնում է, թե ինչ կտանեիր քեզ հետ այստեղից, ես պատրաստ եմ նվիրել քեզ։ Եվ Տրթատ թագավորը ցանկանում է միայն մի բան։ Երեք ասում է, փնջուքի ժամանակ մի դերասան այնպիսի բաներ էր ցույց տալիս, հետաքրքիր։ Ես միանգամից հասկանում էի, թարգմանության կարիք չկար։ Եվ քանի որ իմ երկիրը, Հայաստան երկիրը բնակեցված է տարբեր ժողովուրդներով, իսկ առաջին դարում այդպես էր, երկիրը իսկապես մեծ էր տիրույթով եւ շատ ազգություններ էին ապրում, ինձ դժվար է շփվել այդ բոլորի հետ։ Ես կուզեի այդ դերասանին տայր ինձ, ես իրենք ասեն, թե ինչ եմ ուզում, ինքը բոլորին միանգամից, բոլոր այդ ազգերի ներկայացուցիչներին միանգամից ցույց կտա եւ այլևս ամեն լեզվով կարիք չի լինի բացատրել։ Այսպիսի միջադեպ, որը իդեպ պահպանված է Ռաբլեի Գարգանտիա եւ Պանտագրվեր վեպում կամ էպոսում ֆրանսիական եւ նաեւ իհարկե այն տպավորիչ տողը, որ պահպանված է Խորենացու մոտ, կրկին երբ խոսք է գնում Տրթատ արքայի եւ Նազենիկի սիրո պատմության, իդեպ այդ պատմությունը եւ այդ տողը շատ է ոգևորել նաեւ հետագայում շատ բանաստեղծների, նկարիչների, ինչպես հայտնի է Դանիել Վարուժանի հանրահայտ հարճը բանաստեղծությունը նույնպես այդ մոտիվով է արված, Նազենիկ ձեռամբ երգեր։ Թույլ է տալիս մտածել, որ աղջիկը իսկապես զբաղվել է այդ արվեստով, այն հանգամանքը, որ ինքը երգել է ձեռքերով կամ երբ մենք գրափարից թարգմանում ենք երգը, որը ընկալվում է որպես պատում կամ թարգմանվում է որպես պատմություն, ստացվում է, որ Նազենիկը ձեռքերով պատմություններ էր պատմում։ Տեխնիկային արվեստի ակունքները գնում են հեթանոսական շրջան, երբ որ կային հայտնի պարողներ, մարձակներ էին իրենց կոչում, որոնք ծիսապար էին կատարում այդ իրենց հայտնի գավազաններով, որի վրա կար շանգլուկ եւ օծի մարմին,
Եվ երևի թե դա վարձակները Հայաստանում եղել են առաջին տեխնիկավարները, որտեղ իրենց արվեստով, այդ տեխնիկով կարողանում էին գրավել եւ թագավորների ուշադրությունը, եւ հասարակ ժողովրդի ուշադրությունը։ Ինչպիսի շարունակություն դա ունեցավ մեր մոտ, ինչպես շարունակվեց կոնկրետ հայ մշակութային մթնոլորտում այդ արվեստը երևի լավագույնս կարելի է դատել այն թատրոնով, որը գոյություն ուներ միջնադարում Օսմանյան կայսրության սահմաններում, կար այսպիսի մի շատ հետաքրքիր թատրոն, որը կոչվում էր Ղարագյոս թատրոն, դա ստվերային թատրոն է, որը առ այսօր դեռ շարունակում է իր գոյությունը Թուրքիայում, եւ այդ թատրոնի կերպարներից մեկը, երևի թե ամենաաշխուժ եւ ամենասրամիտ կերպարը, դա ազգությամբ հայ Կարապետն էր, այսպիսի կերպար կար այդ Ղարագյոս թատրոնում, եւ պետք է հիշեմ մի շատ հետաքրքիր դեպք, որը իմ հետ կատարվեց 98 թվականին, երբ մեր թատրոնը գտնվում էր Թեհրանում 5-րդ միջազգային տեխնիկային թատրոնների փառատոնում։ Ես այնտեղ հանդիպեցի մի թուրք տեխնիկավար Օրալ Yolguzի հետ, որը փաստորեն միակն էր մնացել, որը շարունակում էր այդ դասական Ղարագյոս թատրոնի ձևը։ Եվ նա ինձ պատմեց մի հետաքրքիր պատմություն, որ պարզվում է մինչև 80-ական թվականների վերջը նա իր բոլոր տեխնիկները, ստվերային տեխնիկները պատվիրում էր մի հայ տեխնիկագործ, ով Հակոբ մասնագետի, հատուկ դրա համար գալիս էր Հայաստան եւ պատվիրում էր Հակոբին, վարպետ Հակոբին իր տեխնիկները։ Եվ ցավով էր նշում, որ վարպետ Հակոբի մահից հետո այլևս ոչ ոք չկա, որը տիրապետում է այդ տեխնիկների պատրաստման գաղտնիքին եւ նա առ այսօր, ուրեմն պատերազմից հետո մոտ 40 տարի անց շարունակում է խաղացնել վարպետ Հակոբի պատրաստած տեխնիկները։ Ինձ որպես թատրոնով զբաղվող մարդու, որպես բեմադրիչի շատ ավելի հետաքրքրում է ոչ թե այն, ինչ ունեցել ենք, այլ այն, ինչ ունենք, որովհետև իհարկե պատմություն ունենալը եւ լավ պատմություն ունենալը դա բոլորիս հարստությունն է, սեփականությունն է, բայց այդ պատմությունը պիտի օգնի այսօրը կայացնելու համար եւ այդ պատճառով իմ հայացքը ավելի հառած է դեպի ապագան, դեպի այսօրվա աշխատանքը եւ դեպի ապագա աշխատանքը։ Երբ գալիս են մեր թատրոն օտարներ, երբ փորձում են հասկանալ, թե մենք ինչ ենք անում, մենք անմիջապես ասում ենք, մենք հայկական դպրոցն ենք ներկայացնում։ Ըստ էության, որպես այդպեսին չկա գրված եւ պահպանված այդ մոտեցումները, մենք փաստորեն նորից փորձում ենք ստեղծել այդ ամբողջը, բայց իհարկե մեջքին ունենալով այն մեծ պաշարը մեր գենետիկ հիշողության իմաստով։ Նույնիսկ այն պատառիկները, որ պահպանված են ձեռագիր մատյաններում, մեզ ստիպում են գոնե մասամբ ստեղծել մի պատկեր, մի ամբողջական պատկեր, որը կարող ենք անվանել հայկական դպրոց, հայկական մոտեցում,